Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Barstens, vielen Dank, dass ich fragen darf. Baldes, Շնորհակալություն հարցի նայության համար, բոլորն են Շպիգելից։ Առաջին հարցս Հայաստանի Հանրապետության նախագահին, մենք խոսեցինք խաղաղության համաձայնագրից, հետաքրքիր էր, քանի Հայաստանում որոշակի վերապահություններ եւ թերահավատություն կա, ինչքանով է լուրջ տրամադրված ադրբեջանական կողմը այս համաձայնագրի հետ կապված, ինչքանով եք դուք լավատես, որ այս հուսով եք, որ ժամանակին շուտապույտ կստորագրվի եւ այն կիրագործվի։ Պարոն Շահինարից կուզենամ իմանալ, ինչ եք դուք սպասում Հայաստանից միգուցե, որ դեզի դա տեղի ունենա, որը ինչ-որ ձևակերպեցիք, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք հետևողական ենք մեր աշխատանքում խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ կապված։ Մենք ունենք խնդիր խաղաղություն հաստատել տարածաշրջանում եւ կոնկրետ Ադրբեջանի հետ եւ այդ նպատակի հասնելու համար կոնկրետ աշխատանքներ ենք մենք անում։ Այն դժվարությունները, որոնք կան եւ կլինեն, մենք գտնում ենք, որ դրանք հաղթահարելի են եւ ցանկացած հարց կարելի է բանակցային սեղանի շուրջ լուծել։ Պատերազմի ժամանակ ավարտվել է, հակամարտության ժամանակ ավարտվել է։ Հարավային Կովկասը մեր տարածաշրջանը այլևս այդ ռեսուրսները չունեն նոր պատերազմելու։ Պատկերացրեք 1980, կարելի ասել 8 թվականից, իսկ ավելի լայնամասշտաբ 1991 թվականից մենք պատերազմական վիճակում ենք։ Ես չեմ ասում մեր տարածաշրջանի մյուս հակամարտությունները։ Եվ այս առումով է, որ մենք հետևողական ենք եւ լավատեսությունը, գիտեք, հիմնվում է իրատեսության վրա։ Մենք իրատեսենք եւ պարտավոր անում ենք քայլեր, որոնք ոչ թե հեռացնում են մեր մոտեցումները, այլ ընդհակառակը մոտեցնում են իրար։ Եվ մենք շարունակելու ենք այս նույն ոճով եւ նաեւ վստահ ենք, որ կգա այդ օրը, որովհետեւ շատերը չէին սպասում, որ այդ համաձայնագրի շրջանակներում առարկություններ, որոնք կային, կհանվեին, բայց մարտին պարզվեց, որ դա հնարավոր է եւ մենք ունենք հիմա սեղանին դրված պատրաստի փաստաթուղթ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ինչ վերաբերում է ինձ ուղղված հարցին, որպեսզի ավելի մեծ համատեքստում հասկանանք այս հարցը, մենք տետատետ հանդիպան ժամանակ մեր կարծիքները փոխանակեցինք, որ վերջին տարիների ընթացքում ամեն տարի հակամարտությունները շատացել են ամբողջ աշխարհում, ավելի դժվար է դառնում ճգնաժամային կառավարումը արդյունավետ կերպով եւ դրանով իսկ բայց ավելի կարեւորվում, որ հակամարտության մեջ որը ռազմական լուծում է ստացել, որի դեպքում կա խաղաղության համաձայնագիր կատարել վերջին քայլերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը եւ իրագործմանը։ Հետո դուք ինձ հարցնում եք հայկական դիրքորոշման հետ կապված, ես կարծում եմ բոլորս վկա ենք, որ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական է դրսևորել եւ որ մեր այս այցը նախապատրաստում դեռևս կային բացարձեր եւ այժմ դրանք չկան այդ խաղաղության համաձայնագրի համար այժմ այլևս ոչինչ չի խանգարում, որպեսզի այն ստորագրվի, վավերացվի եւ իրագործվի։ Առումով Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն եւ այժմ Ադրբեջանի կողմում պետք է ուրեմն բոլոր հնարավոր հերավատությունը վերացնել եւ մարդիկ այս տարածաշրջանում սպասում են, որ երկար ժամյա համակամարտությունից հետո
ճգնամարությունը դադարի եւ տնտեսական զարգացումն էլ կախված կլինի քաղաքական կայունությունից եւ այդ առումով շատ լավ հիմքեր որպեսզի կարող ասել, որ Հայաստանը համար հեշտ չի եղել ավարտել եւ հանգուցալուծման հանգեցրել կան շատ երկրներ օրինակ վերցնել այսպիսի ուրեմն գործընթացից որպեսզի կարող է իր հանգրվանին հասնել